1950 թվականի հետպատերազմյան Օքսֆորդը բուրում էր խոնավությամբ, ածխի ծխով և ևս մի բանով, հույսով, որ վատ թարագույնը արդեն հետևում է։ Դյուպրեների տանը հատակը ճռում էր, երբ Այրիսը, մշակված մատներով դաշնակահարուհի մայրը, անցնում էր Ռոյալի ու խոհանոցի միջև։ Հայրը, հաշվապահ և երաժշտական ամսագրի խմբագիր, երեկոյան թերթերի փոխարեն պարտիտուրներ էր կարդում։ Երաժշտությունը այստեղ կյանքի զարդը չէր, այն օդն էր։ Հնգամյա Ժակլինը նստած էր հյուրասենյակի հատակին, երբ ռադիոից հնչյուններ հորդեցին։ Ոչ ջութակ էր, ոչ դաշնամուր, մի այլ բան էր, խորը, տաք, մարդկային։ Պաբլո Կազալսը նվագում էր Բախի թավջութակի սյուիտը, աղջնակը քարացավ, դադարեց շնչել։ Նրա աչքերը լայնացան, ասես անհնարին մի բան էր տեսել։ «Մամա», շշնջաց նա, երբ վերջին նոտան հալվեց լռության մեջ։ «Ես ուզում եմ այդ հնչյունը»։ Մայրը շրջվեց գազօջախի մոտից։ «Որ հնչյունը, սիրելիս»։ «Այդ մեծ հնչյունը ռադիոից, ես ուզում եմ այն»։ «Դա թավջութակ է, Ժակլին»։ «Ուրեմն ես թավջութակ եմ ուզում»։ Ծնողները հայացքներ փոխանակեցին։ Երեխաները հաճախ են անհնարին բաներ խնդրում և մեկ շաբաթից մոռանում։ Բայց Ժակլինը չմոռացավ։ Ամեն օր հարցնում էր թավջութակի մասին։ 2 ամիս անց հայրը տուն բերեց պատյանը։ Թավջութակը մանկական էր, բայց հնգամյա աղջկա համար հսկայական։ Նա ծնկի իջավ, փորձեց գրկել գործիքը, բայց վայր ընկավ դրա հետ միասին։ Առաջին ուսուցիչը եկավ մեկ շաբաթ անց։ Ժակլինը լսում էր նրան այնպիսի ուշադրությամբ, ասես նա բացատրում էր տիեզերքի կառուցվածքը։ 6 ամիս անց պարզ մեղեդիներն արդեն ճանաչելի էին։ Ուսուցիչը ցածրաձայն ասաց. «Նա օժտված է»։ 1950-ականների բրիտանական երաժշտական դպրոցը թուլություն չէր ներում։ 8 տարեկանում նրա նոր ուսուցիչը, միստր Փլիթը, անժպիտ մարդ էր։ Նա միայն մի բառ էր ասում. նորից։ Երբ 9 տարեկանում Ժակլինի մատները սկսեցին առնահոսել լարերի վրա, Փլիթը առանց հայացքը բարձրացնելու ասաց. նորից։ Նա հասկացավ, երաժշտությունը պահանջում է ամեն ինչ, առանց մնացորդի և առանց խղճահարության։ 1962 թվականին 17-ամյա Ժակլինը Փարիզում էր, մեծն Պոլ Տորտելիեի մոտ։ Նա նվագում էր տեխնիկապես անթերի, բայց Տորտելիեն ասաց. տեխնիկապես կատարյալ է, երաժշտականորեն մեռած։ Նվագիր այնպես, ասես վերջին անգամ ես թավջութակը ձեռքդ վերցնում։ Տորտելիեն նրան սովորեցրեց ազատ լինել, ոչ թե իդեալական։ 1 տարի անց նա Մոսկվայում էր։ Մստիսլավ Ռոստրոպովիչը, աշխարհի թիվ 1 թավջութակահարը, լսեց նրան և գրկելով շշնջաց. «Դուք իմ սիրելի աշակերտուհին եք, և ես ձեզ այլևս ոչինչ չեմ կարող սովորեցնել։ Դուք ոսկե հնչյուն ունեք»։ 1965 թվականի օգոստոսին Էբբի Ռոուդ ստուդիայում Ժակլինը ձայնագրեց Էդվարդ Էլգարի թավջութակի կոնցերտը։ Դա նվագ չէր, դա խոստովանություն էր։ Նա լացում էր գործիքի միջոցով։ Դիրիժոր Ջոն Բարբիրոլին արցունքներն աչքերին ասաց. սա կատարյալ էր։ Ձայնագրությունը դարձավ լեգենդ։ Քննադատները գրում էին. այսպիսի հնչյուն հնարավոր չէ կրկնել։ Ժակլինը 20 տարեկանում հասել էր գագաթին։ 1966-ի Սուրբ Ծննդյան նախօրեին նա հանդիպեց դաշնակահար Դանիել Բարենբոյմին։ Նրանց հայացքները հանդիպեցին բեմի վրա, և երաժշտությունը վերածվեց սիրո։ 1967-ի հունիսին, 6-օրյա պատերազմի օրերին, նրանք ամուսնացան Երուսաղեմում, օդային տագնապի սիրենների ներքո։ Նրանք դարձան իդեալական դուետը, բայց հյուրախաղերի խենթ ռիթմի մեջ Ժակլինը սկսեց հոգնել։ 1970-ականների սկզբին հիվանդությունը առաջին անգամ զգացնել տվեց։ Նյու Յորքում համերգի ժամանակ աղեղը դուրս սահեց ձեռքից։ Մատները դադարում էին լսել։ 1971-ին նա արդեն չէր կարողանում կոչկել կոճակը կամ բարձրանալ աստիճաններով։ Բժիշկներն ասում էին հոգնածություն է, բայց Ժակլինը գիտեր, երաժշտությունը հեռանում է։ Բարենբոյմի հետ հարաբերությունները սառեցին։
Քեզ հնարավոր չէ սիրել, երբ դու դադարում ես նվագել, ասաց նա մի օր։ Ժակլինը պատասխանեց. Իսկ ես սեր չեմ խնդրել երաժշտության դիմաց։ 1972 թվականի հոկտեմբեր Լոնդոնյան անձրևոտ մի օր բժիշկը հրավիրեց նրանց իր առանձնասենյակ։ Ժակլինը թաքցնում էր մատները թևքերի մեջ։ Դանիելը նստած էր կողքին։ Միս Դյուպրե, սկսեց բժիշկը, սա ցրված սկլերոզ է։